Բարի լույս, սիրելի ազգակիցներ, Վարդանանք զրուցահանդեսը ողջունում է ձեզ։ Սիրելիներ, այսօր շարունակում ենք մեր զրույցը պատմաբան քաղաքագետ Արմեն Այվազյանի հետ։ Մենք, սիրելի Արմեն, այլևս չեմ ներկայացնում ձեզ, պարոն Այվազյանին, վստահ եմ, որ բոլորդ լավ քաշ ծանոթ եք, միանգամից անցնենք բուն նյութին զրույցի։ Մենք անցյալ հաղորդմանը սկսեցինք գրքի վերաբերյալ այս Իվարկյան եթե կարելի է, ուրեմն երկու գիրք է հրատարակել այս տարի պարոն Այվազյանը, Հայոց եկեղեցին 18-րդ դարի հայ ազատագրական շարժման քարուղիներում, ուրեմն այս գրքի մասին է խոսքը, եւ մյուս գիրքը հիմնատարր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, այլ այս գիրքն է։ Եթե կցանկանաք ձեռք բերել այս գրքերը, հետաքրքրվեք Լոս Անջելեսում, չնայած վստահ չեմ, որ այնտեղ կլինի, կարծում եմ չկա, զանգահարեք պարոն Այվազյանին, ես ասեմ հեռախոսաթիվը, անցյալ հաղորդմանը ասացի կկրկնեմ, մոռացա, հիմա թիվը ասեմ ձեզ եւ կկրկնեմ հաղորդման ընթացքում, խնդրում եմ Արմեն, հիշեցրու մոռանում եմ, հետո խնդիր է առաջանում։ Ուրեմն 56 36 40 56 36 40 Արմեն Այվազյան։ Եվ սիրելիներ, ուրեմն սիրելի Արմեն, մենք անցյալ հաղորդմանը կանգ առանք հայոց կաթողիկոսների նվիրակների առած գործունեության վրա եւ ամփոփ կերպով խոսք գնում էր այն մասին, որ հայոց եկեղեցու դերը ազատագրական շարժման մեջ պետք էր որ խիստ քողարկված լիներ, որովհետեւ ինչպես եւ նվաճողները ընդհանրապես որտեղ դա կարող էր շատ վատ անդրադառնալ ընդհանրապես հայության վրա, բայց որ եկեղեցին ունեցել է հսկայական դեր այդ գործում, դա անվիճելի է եւ պարոն Այվազյանի խնդիրը եղել է վեր հանել այդ ուրեմն գործունեությունը, շատ դեպքերում այնպիսիք, որոնք լուսաբանված չեն եղել մինչեւ օրս։ Եվ այսպես, նվիրակները Խոսելով ազատագրական շարժման քողարկվածության մասին մի երկու խոսք ասեմ, հետո անդրադառնամ այն գաղափարախոսությանը, որը ընդունված պաշտոնական գաղափարախոսությունն էր հայոց եկեղեցու, Սուրբ Էջմիածնի, Մայրաթոռի, եւ որը քարոզվում էր եւ Հայաստանում եւ իսկույնս աշխարհի այնտեղ որտեղ հայ կար, նվիրակների, նաեւ նվիրակների միջոցով։ Նախ ազատագրական շարժման այդ գաղտնիության մասին ազատագրական նկրտումները հայերի մոտ երբևէ չեն կանգ առել, ստեղծվել են նույնիսկ գաղտնի կազմակերպություններ, որոնք պետականության կորստից հետո էլ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո էլ անմիջապես անընդհատ փորձել են որևէ կերպ այդ հարցը լուծել ազատագրման։ Սակայն բանն այն է, որ այդ հարցը երկար ժամանակ չլուծվեց, եթե լուծվեր, ապա ականատեսները, մասնակիցները այդ շարժման անմիջապես ի հայտ կգային պատմելով իրենց հուշերը, փաստաթղթերը ներկայացնելով եւ այլն, քանի որ հարյուրամյակներ շարունակ Հայաստանի ազատագրումը մնաց այդպես կախված, չիրագործված, մեզ անհայտ մնացին հարյուրավոր եւ հազարավոր էջեր այդ գաղտնի ազատագրական գործունեության։ Քանի անուն, քանի իրադարձություն պարզապես մեզ անհայտ է մնացել եւ թերևս շատ բաներ այդպես էլ չբացահայտվի։ Եվ դրա կարևորությունը ի հայտ բերելու ինչու՞մն է կարանում։ Դա ցույց է տալիս, որ նախ հայությունը միշտ ցկտել է ունենալ հզոր անկախ պետականություն, զարգանալ ազատորեն իր սեփական իշխանության ներքո, դա կարևոր պահ է։ Դա հայոց ոգու, հայոց ազատատենչ ոգու այդ խնդիրն է, որ երբեմն փորձում են ներկայացնել հակառակ կերպով, որ այո, դե լծիկ այսպես ենթարկվել են, գնացել են այս կողմենքով, դրա մասին է խոսքը։ Առաջին հերթին ոգու հարց է, բայց նաև հենց բուն պատմության հարց է։ Պատկերացրեք, այստեղ մի գլուխ կա Աստվածատուր Համադանցին եւ հայ ազատագրական շարժումները։ Եթե մենք չիմանայինք այդ
թռուցիկ փաստերը, որ հիմա ունենք Աստվածադուր համադանցու աջակցությունը հայազատագրական շարժմանը, նրա սրտանց կողմ լինելը Հայաստանի ազատագրվելուն, մենք նաև չէինք պատկերացնի հենց այդ կաթողիկոսի կերպարը, չէինք պատկերացնի Սուրբ Էջմիածին Մայր աթոռում իշխող մթնոլորտը, չէինք պատկերացնի բուն մեր պատմությունը, այսինքն, այնպես որ այս հարցի բացահայտման միջոցով մենք սկսում ենք հասկանալ պատմությունը իր տարբեր կողմերով, ոչ միայն զուտ դավանաբանական, ոչ միայն զուտ կրոնական հայոց եկեղեցու պատմությունը։ Վերադառնամ գաղափարախոսության խնդրին։ 15-18-րդ դարերում հայությունը գտնվում էր շատ ծանր վիճակում։ Հայկական պետականությունը ոչնչացված էր, հայկական զինված ուժերը նույնպես, պահպանվել էին մանր զորամիավորումներ, չասենք մանր ջոկատներ լեռնային շրջաններում, Սասունում, Արցախում, Սյունիքում, Զեյթունում, որոշ չափով Համշինում, որոշ չափով Վասպուրականում, սակայն հիմնականում Հայաստանում խոշոր զորամիավորումներ այլևս չկային, հայկական զորամիավորումներ, նրանց միջև կոորդինացում նույնպես չկար, կապ չկար։